ստեղծվում է Սիրիայում նոր 300,000-անոց բանակ։ Ամենայն դեպս այդ արդեն պլանը ընդունված է եւ դա դրված է Թուրքիայի վրա։ Թուրքիան իր մոդելով, իր սպաներով, իր զենքով, զրահով պետք է այդ գործընթացը իրականացնի։ Այսինքն Թուրքիան ստանում է Մերձավոր Արևելքում, եթե դա իսկապես այդպես տեղի ունենա, մի նոր, այսպես ասած, բանակ իր հնարավոր իր հսկողության տակ 300,000-անոց, պատկերացնում եք ինչպես է դա ուժեղացնում Թուրքիայի դիրքերը, այնպես որ եթե ընդհանուր ես գնահատեմ, Թուրքիայի առաջ նոր հնարավորություններ են բացվում ամերիկյան օժանդակությամբ Մերձավոր Արևելքում։ Թուրքիան սկսում է մեծ խաղ Մերձավոր Արևելքում եւ դա արվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների հովանավորության ներքո։